մի փոքր կարող է եւ կամ մեծ կապ չունի ուսուցողական լինի, բայց դե պետք է դա մեզ, հա? Կապ չունի, մեծ է, շատ է, քիչ է, տեղերը շատ են, կապ չունի, կարևորը որ Աստծո խոսքն է ու մեզ անհրաժեշտ է։ Այսօրվա այս քարոզի ուղերձի վերնագիրը այսպես է. Օծությունը գողացողները։ Ես դեռ շաբաթվա սկզբից էի մտածում սրա մասին, որ խոսեմ։ Օծությունը գողացողները։ Ով գիտի օծությունը ինչ է։ 1, 2, 3, 4, 5, 7, 10, բայց 20-ը չանցավ։ Դրա համար առաջի կետը, որի մոտ նշել եմ, նախ խոսենք, թե ինչ է օծությունը, հա? Որ հասկանանք։ Գողանան, չգողանան, արժի պահել, չարժի, ինչ է իրանից ներկայացնում այդ օծությունը։ Ես վստահ եմ, բոլորս էլ լսել ենք օծության մասին, բոլորս էլ գիտենք օծյալ բառը, չէ՞, բոլորս լսել ենք, գոնե մեկ անգամ լսել ենք ու հիմնականում եկեղեցում ենք լսել, հոգևոր մարդկանց շրջանակում ենք լսել, դրսում օծություն, բառ, այտենց բան չկա։ Թանկագիններ, ինչ է օծությունը։ Ես մի քանի բան ասեմ ու ես իմ մեկնաբանությունը մեզ հասկանալի ձևով կասեմ ինչ է օծությունը ու դու մի անգամից կհասկանաս, որ ոչ, ես չպետքա թույլ տամ, որ գողանան օծությունը, այլ ես պետքա պահեմ այդ օծությունը, որովհետև ես հասկացա, որ ինքը շատ թանկ բան է ու կարևոր բան է։ Ամեն։ Ով ունի թանկարժեք բաներ, բոլորս։ Ու մենք թույլ ենք տալիս, որ դրան գողանան, իհարկե ոչ։ Անգամ ասում ենք հլը փորձեն, չեն էլ գտնի, ես ենքան խորը կամ ենքան թանկ եմ պահել։ Փառք Հիսուսին, սա իմաստություն է։ Նայեք, օծությունը կապ ուներ յուղի հետ։ Ու երբ որ մենք տեսնում ենք, որ Մովսեսին Աստված պատվիրեց, ասեց օծման յուղ պատրաստիր, այս համեմունքներով, ձիթապտղից, ճզմելով, հանելով, ինչ-որ համեմունքներով, անուշահոտություններով, որով որ հետո մենք տեսնում ենք, որով որ օծեցին քահանաներին, որով որ հետո օծեցին, այսինքն քսեցին այդ տաճար չէր կներեք, խորանը եւ խորանում բոլոր անոթները օծվեցին եւ դրա խորհուրդն էր, որ այս ամեն ինչը սկսած մարդկանցից առարկաներից նվիրաբերվեցին Աստծուն։ Ամեն։ Հին օղտի մեջ, երբ որ օծությունը դա էր, հետո կամ օծելը, ինքը նշանակում է սրբագործել, մաքրագործել կամ նվիրել, առանձնացնել ու որ անոթի վրա, որ այդ օծությունը քսած էր, դա խորհուրդն էր, որ դա Աստծուն է պատկանում, որ մարդու վրա, որ այդ օծությունը, այսինքն այդ յուղը քսված էր, դա նշանակում էր, որ դա Աստծունն է պատկանում։ Հին ուխտում օծում էին քահանաներին, թագավորներին եւ մտառով, մարգարեներին։ Օծում էին, այսինքն նշանակում էին ծառայության մեջ ու դա այն խորհուրդն էր, որ Աստծո հոգին, Աստծո ներկայությունը գալիս էր նրանց վրա, որպեսզի նրանք կարողանային այդ պաշտոնում ծառայություն անեին։ Ինչ էր պետք քահանաներին, Աստծո ներկայությունը, Աստծո երկյուղը, այդ իմաստությունը, կարողությունը, ինչ էր պետք թագավորին, որ նա կառավարեր այդ երկիրը Աստծո ազդեցությամբ, ինչ էր պետք մարգարեին, որ նա լիներ Աստծո դեսպանը, Աստծո բերանը, փոխանցելու մարդկանց Աստծո պատգամը։ Ամեն։ Եվ այդ օծությունը, երբ որ ես սենց ասեմ, այդ օծությունը քսում էին, յուղը քսում էին, բայց պատմություն կասում է, երբ որ քահանան կամ քահանայապետը, երբ որ իր վրանից դուրս էր գալիս, ով էր, օծված էր, այդ յուղը լցված էր իր վրա, ոչ թե ուղղակի սենց մենք այսօր դուխի ենք անում, այսօր էլ շատ լավ օծանելիքներ կան, անգամ մի, չէ, հայերեն ինչ են ասում, այդ մի փշիկը, բրիզգը, օրերով տարածվում է, բուրում է, անուշահոտությունը, դա խոսում է, որ շատ թանկարժեք նյութեր կան դրա մեջ։ Իսկ մենք խոսում ենք մի օծության յուղի մասին, որը որ վերցրած էր այդ նյութերը երկրից, բայց որի հիմքը երկնքից էր, որի օծությունը կամ ազդեցությունը Աստծուց էր գալիս։ Ու երբ որ քահանայապետը պատմում են դուրս էր գալիս իր վրանից կամ ինչ որ մի բան անելու, ասում է ամբողջ այդ անուշահոտությունը տարածվում էր այդ բանակով մեկ։ Ու դա գիտեք ինչի մասին էր խոսում,
որ դա Աստծո ներկայության խորհուրդն էր այդ օծությունը, որ Աստված ազդում էր այդ մարդկանց վրա, որ Աստված ներկա էր այդ մարդկանց վրա։ Ամեն։ Էլ ինչ էր օծությունը տալիս, կամ ինչ նշանակություն ուներ։ Նա օժտում էր, հա, մեր բառերով ասենք, պարգևներով, տաղանդներով այդ մարդկանց, որպեսզի նրանք ծառայեին։ Դա օժտել, ճիշտ եմ ասում ես բառը, հա։ Օժտված էին օծված մարդիկ Աստծո պարգևներով։ Հին ուխտի մասին եմ խոսում։ Նոր ուխտի մեջ, երբ որ Հիսուսը եկավ, ասեց. Տիրոջ հոգին ինձ վրա է եւ նա օծել է արդեն։ Նա օծել է ինձ Սուրբ Հոգով, այսինքն նա ասեց ես օծվածն եմ, մենք խոսացել ենք, որ հենց Քրիստոս բառը նշանակում է օծված։ Քրիստոնյա բառը նշանակում է օծված, մենք օծվածներ ենք։ Այսինքն Սուրբ Հոգու ներկայությունը, Սուրբ Հոգու գալուստը մեր կյանքերի մեջ դա խորհուրդն է, որ մենք արդեն օծվածներ ենք։ Ամեն։ Ու մենք արդեն ոչ թե ուղղակի օծվածներ ենք, առաջինը որպես Աստծո որդիներ, որպես քահանաներ արդեն, սուրբ քահանայություն, թագավորական քահանայություն։ Լսում եք։ Մենք օծված ենք, կասես, բա հովիվ իմ վրա յուղ չեք լցրել, Սուրբ Հոգին լցրել է արդեն։ Իր ներկայությունը արդեն լցրել է, իր ներկայությունը քո վրա։ Ու երբ որ կգա քո ժամանակը, ինչ որ մի ծառայության մեջ, որի մեջ որ Աստված քեզ կանչել է, ու Աստված էլ ցույց կտա, որ ինքը քեզ ընտրել ու արդեն օծել է այդ տաղանդներով, պարգևներով հատուկ ծառայության մեջ, այդտեղ մնում է, գիտեք ինչ, ուղղակի մարդու այդ ֆիզիկական արարողակարգը, որը ոչ թե կհաստատի, այլ կընդունի այն, ինչ որ Աստված արել է։ Ամեն։ Մենք չենք հաստատում, որ Աստված համաձայնվի, Աստված հաստատում է, մենք համաձայնվում ենք Աստծո ընտրության կամ արածի հետ։ Ինչ էր յուղը էլի բերում։ Յուղը ուրախության խորհուրդ էր։ Հա։ Ասում է Տերը օծել է ինձ ուրախության յուղով, եթե կարդացել եք ավետարանի մեջ։ Ամեն։ Յուղը խորհուրդն էր ուրախության, Աստծո ներկայության։ Միթե Աստծո ներկայությունը իր այդ դառնություն է բերում։ Հա, տրտմություն է բերում, մռայլություն է բերում, խոժոր դեմք, Աստծո ներկայությունը բերում է ուրախություն եւ յուղը դա խորհուրդն էր, որ Աստծո ուրախությունը կա։ Յուղը խորհուրդն էր, որ Աստծո բժշկությունը կա։ Հերիքա օծությունը հասկանանք ինչ էր։ Իմ բառերով գիտեք ինչ եմ ուզում ասեմ։ Օծությունը դա Աստծո ներկայության չափաբաժինն է ամեն մեկիս կյանքի մեջ։ Կհամաձայնես։ Եվ լինելու մեր հետ, եւ մեզ օգնելու մեր ծառայության մեջ։ Եվ որպես քրիստոնյա, եւ որպես ծառայող եւ այլն։ Աստծո ներկայության չափաբաժինը կա այսօր ամեն մեկիս կյանքի մեջ։ Համաձայն եք։ Ինչքան է Աստված, ով կարա ասի։ Աստված այնքան մեծ է։ Արդյոք հիմա Աստծո մեծ փառքը այսօր լցնում է ամեն մեկիս կյանքը։ Այդքանը չէ։ Մենք տենում ենք, որ աշխարհը ազդեց, էս ազդեց, ոնց որ մի քիչ Աստծո մեջ ենք, հետո մի քանի րոպե դուրս են գալիս, տենում ենք, վայ, ոնց որ էլ Աստված չկա։ Բայց ուզում ենք մի քիչ առաջվա երկի պես, որ Աստված ծածկի մեզ իր փառքով միշտ։ Աստված մեր հետ է, բայց ես հավատում եմ, որ Աստված ուզում է իր չափաբաժինը ավելացնի մեր կյանքի մեջ։ Ինքը ուզում է ամբողջությամբ կլանի ու ծածկի մեզ։ Ավելի օծված լինենք, ավելի զորավոր լինենք, ավելի հաղթական լինենք, որպես քրիստոնյա, որպես եկեղեցի։ Չէ՞ որ այդ օծությունն է, որ մեր միջոցով ներգործում է եւ մեր մեջ եւ մեր միջոցով եւ մենք գործում ենք, ծառայում ենք Աստծուն։ Ամեն բանի մեջ։ Եթե մեր մարդկային կարողությունով լիներ մեր ծառայությունը, մենք ոչ մի անգամ մի ճանճ չէինք կարա ճանճի վրա ազդել, ուղղակի ծափ կտայինք ինքը կփախներ։ Ճանճ եսի նկատում եմ դևերի ամենափոքր դևի մասին։ Բայց Աստծո օծությունն է մեր մեջ գործում, որ Աստծո հոգին գործում է, մեր տաղանդները գործում են, մեր պարգևները գործում են, մենք կարողանում ենք ծառայել, մենք ստեղից չենք փիլիսոփայում, մենք Աստծո ուղերձն ենք խոսում։
Մենք հավատում ենք, որ այդ օծությունն է, որ ձեռք ենք դնում, դա փոխանցվում է։ Մենք հավատում ենք, որ այդ օծությունն է, որ մեզ լցնում է, որի պատճառով դժոխքը դողում է այսօր քրիստոնյաներից։ Այդ օծության ազդեցությունն է, որից սարսափում է սատանան։ Թե չէ։ Թե իմ բոյից է սարսափում, քո էլ բիլագի հաստությունից։ Իհարկե ոչ։ Այն օծությունից, որ մեր վրա է։ Ես ուզում եմ խոսամ ու ասեմ ինչքան թանկ է։ Ու Հովհաննեսը իր թղթերի մեջ ասում է դուք օծություն ունեք Սուրբից։ Դուք իր ներկայությունը ունեք, դուք իր վայելչությունը ունեք, դուք իր չափաբաժին ունեք։ Ու ես անվանել եմ օծությունը գողացողները։ Այո, սատանայի նպատակն է մեզանից գողանա այդ օծությունը։ Մեզանից գողանա Աստծո ներկայությունը, պակասացնի, ինչքան հնարավոր է պակասացնի։ Սուրբ Հոգին եկել է, որ ինչքան տեղ տանք ինքը լցնի։ Ինչքան տրամադրենք լցնի։ Այն կնոջ ամանների պես, որ գրված է Թագավորաց գրքի մեջ, ասում է ինչքան անոտ տաս այդքան կլցվի, ու մի օր ասեց ավարտվեց։ Ու յուղը դադարեց։ Այսօր Աստված չի ուզում, որ իր յուղը մեր կյանքերի մեջ դադարինք, ուզում է ավելանանք։ Ինչքան մենք որպես անոթներ տրամադրենք մեզ Աստծուն, ինքը ավելացնի։ Մենք ուզում ենք զորություններ, մենք ուզում ենք հրաշքներ, մենք ուզում ենք, չգիտեմ, արտասովոր բաներ, մենք ուզում ենք գործածվենք Աստծո փառքի համար, մենք ուզում ենք մեր կյանքը օծված, փառավոր լինի, զորավոր լինի, ուրախ լինենք։ Ուզում ենք թե չէ։ Եվ դա օծության դրսևորումն է, թանկագիններ։ Օծության պատճառով է։ Իսկ սատանան ուզում է, որ դա պակասի։ Նա գող է ու ավազակ։ Գրված է, Հիսուսը տվողն է, սատանան գողացողը։ Եվ նա գողանում է ստի միջոցով, խաբեության միջոցով։ Եկեք այսօր նայենք, ես որպեսզի գիտես ինչ, հետաքրքիր լինի, կասես Հովիկ ջան, չէ՞ լի խոսայր ինչպես ավելացնել մեր օծությունը։ Այ հիմա այն ինչի մասին որ խոսալու եմ, եթե այդպես չանենք, մեր օծությունը գնալով ավելանալու է։ Իսկ եթե մենք բաներ կա, որ այդքան բանի տեղ չդնենք, մատերի արանքով նայենք, մեր օծությունը գնալով պակասելու է։ Անհավես է դառնալու, Աստծուն փառաբանելը, անհետաքրքիր է լինելու եկեղեցի գալը, Աստվածաշունչ կարդալը։ Հետո մի օր ասելու ես, լավ է, ինչ է սրանց խելքին ընկե։ Ոնց որ այսօր շատ աշխարհում շատ տեղեր ասում են, ով չի Աստծուն հավատում, մեռնեմ Աստծո զորությանը, բայց գործերը նայում ես, այդքան է չի խոսում, որ իրանք Աստծո հետևից գնացողներ են, անգամ Աստծո համար էլ մեռնողներ են, չէ՞։ Իսկ սատանան ուզում է, որ մենք էլ այդպես լինենք։ Լավ, մենք թագավորական քահանայություն ենք, Աստծո ներկայություն, Աստծո չափաբաժին։ Ես ուզում եմ ասեմ, որ գիտես, մենք պետք է Աստծո ներկայությունը գնահատել պետք է թե չէ։ Ոմանք Աստծուն գնահատում են, ոմանք Աստծունն են ուղղակի գնահատում։ Որովհետև գիտես Աստծո հետ փոխհարաբերություններ ունենալու համար դու պետք է քեզ տրամադրես առաջինը, հետո ժամանակ տրամադրես, հետո որոշ բաներից հրաժարվես։ Մենք երեք երիտասարդների հետ խոսում էինք այդ հարցերի շուրջ։ Բայց որ Աստծուց մի բան ստանաս, այս այնքան լավ է, հեշտ է։ Կարելի է կանգնել, ասել Տեր, տուր ինձ, ու ինձ ոչ մի բան չի հետաքրքրում, մենակ տուր։ Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը, երբ որ Մովսեսը ու Աստված Մովսեսի միջոցով ասում էր եկեք Տիրոջ այդ փոխհարաբերությունների, իրանք ասում են, չէ, մենք վախենում ենք, մեզ որ Աստված մեզ սպանի։ Լսեք, Աստված ձեզ եթե սպաներ, էլ ինչի էր հանում։ Դենակ սպանված պրծած էիք, էլի։ Ինչ բան է, չէ, սենց իբր սենց խորամանկ բան, չէ, Աստված մեզ կսպանի։ Ալարկոտ ծույլ հավատացյալի պատասխան։ Ուղղակի չէին ուզում։ Մի օր առավոտ շուտ արթնանային, չէին ուզում մի քանի ջանքանային սարին մոտենային, չէին ուզում իրանց նվիրեին, ծոմ պահեին, որ Աստծո ներկայությունը կար։ Բայց Հեսուն ուզում էր։ Դրա համար ասում անգամ Մովսեսը գնում էր իր վրանը, Հեսուն մնում էր խորանի մեջ։ Հեսուն ուզում էր ճանաչեր։ Մովսեսը այնքան շփվեց Աստծո հետ, մի օր ասեց՝ լսի,
Շատ բան գիտեմ քո մասին, բայց երեստ եմ ուզում տենամ։ Ուզում եմ ավելի մոտ լինեմ քեզ։ Ուզում եմ քո օծությունը այնքան շատ լինի իմ կյանքի մեջ, մեր բառերով ասած։ Ու երբ որ ինքը իջավ սարից, ինչ էր։ Այնքան ուժեղ էր, ինքը չէր էլ հասկանում։ Այդ փոխհարաբերությունը այնքան մոտիկից էր եղել, որ Աստծո փառքը արտացոլվել էր իր վրա։ Բայց գիտես ինչն էր ցավալին, որ մարդիկ չէին կարողանում դա ընդունեին։ Միգուցե ամեն մեկը մի անուն էր կպցնում, հեռու մնա մեզանից, հետ գնա մեզանից։ Յա, եկել ես մեզ ուզում ես հանդիմանես, հա, դու մեր սուրբն ես, դու ամենասուրբն ես, մենք էլ հեչ, էլի։ Դե չի գրած դրա մասին։ Ոսպա քող գցեց։ Ծածկի, մենք չենք կարող դիմանանք, մենք չենք կարող տանենք, մենք նախանձում ենք, որ դու սենց սուրբ ես, մենք նախանձում ենք, որ դու սենց հայտնություններ ունես, մենք հեռու կմնանք քեզանից եւ այլն։ Գիտես ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Տեսել եք քրիստոնյաների, Մովսեսին հասկացանք։ Իսկ երբևէ տեսել եք քրիստոնյաների եւ չլինի, որ անգամ դու հանկարծ լինես այդ կարգավիճակում։ Աչքերը խավար, երեսը սև, ոչ թե արևից, այլ միջի եղածից։ Ուրախություն, ժպիտ չկա, ոնց որ մի 150 տարի ծերացած, մի անգամից։ Տեսել եք տենց քրիստոնյաներ։ Որոշ բառեր կա լեքսիկոն հոգևոր, միգուցե շուրթերի վրա, բայց կյանքին նայում ես, կենդանի իբր, բայց մահացած։ Գիտեք ինչն է պատճառը։ Չկա Աստծո ներկայությունը իր կյանքում։ Ու վաղուց չկա։ Գնացել այդ փառքը, գնացել այդ ներկայությունը, գնացել այդ փոխհարաբերությունները։ Ու գիտեք, դա մի օր այտենց ստացվեց, մի օր չստացվեց։ Դա մի քիչ, ու գողը սկսեց գողանալ։ Գողը եկավ, խաբեց, գողացավ, հաջորդ քայլը կորցնելն էր, սպանելն էր։ Հասկանում եք։ Անօծություն քրիստոնյաներ, ումա պետք։ Առանց զորության քրիստոնյաներ, ումա պետք։ Առանց Աստծո ներկայության քրիստոնյաներ կամ եկեղեցի ումա պետք։ Մենք միշտ սովորել ենք հոգու առաջնորդություն։ Լավ բառերը գիտենք։ Հոգու եկեղեցին պետքա հոգով առաջնորդվի։ Աստծո ժողովուրդը Աստծո հոգով, շատ ճիշտ է։ Բայց այդ հոգու ներկայությունը պետքա բռնել, պահել, որպեսզի հետևենք։ Ոչ թե գալիս է Սուրբ Հոգին, մի հատ կապը դնում է վիզս ու քաշելով տանում է, տենց լիներ հեշտ էր։ Բայց ինքը գնում է ու ես ու դու պետքա հետևենք։ Ինքը շարժվում է, ես ու դու պետքա պահենք այդ ներկայությունը։ Ոչ թե ես իմ կյանքով, ինքը իր կյանքով, մի օր հանկարծ մի բանի կարիք լինի, մոտենամ, ասեմ, ես Ավիկն եմ, Սուրբ Հոգի, դու ինչ չես հիշում։ Շատ լավ Աստված ամեն բան հիշում։ Հասկանում եք։ Բայց մենք ունենք այդ ձեռքը Աստծուն մոտեցնելու մեզ կամ հեռացնելու մեզանից։ Դավիթը իր 51-րդ Սաղմոսում իր այդ վատ ժամանակների մեջ մի քանի տող, միգուցե բոլորը տանգիր կհիշեք, ասում է Տեր, Սուրբ սիրտ ստեղծի իմ ներսում, հետո հաջորդ տեղ ասում է քո Սուրբ Հոգին մի վերցրա ինձանից։ Ինչի՞։ Ինչի՞։ Դավիթը ես մտածում եմ ինքը անմիտ մարդ չէր, շատ իմաստուն մարդ էր, շատ խելացի մարդ էր։ Ասում է քո Սուրբ Հոգին մի վերցրա ինձանից։ Մի ուրիշ բառերով ասում էր Տեր ինձանից մի հեռացիր։ Քո ես չեմ ուզում որ դու պակասես իմ կյանքից, ես ուզում եմ ավելանաս։ Բայց կար ցավոք սրտի մեկը, ում անունն էր Սավուղ։ Երբ որ նա զանց արեց Աստծո խոսքը, պատվիրանը, երբ որ քահանան եկավ ասեց լսի, Աստված քեզ մերժելց, ինչի մերժեցիր Աստծո ասածը, ասեց լսի, ինչի մարդկանց ասածին վազեցիր, ինչի Աստծո ասածը չպահեցիր, Աստված կհեռանա քեզանից, ինքը
Գիտես, միացավ չվերապրեց։ Դե հեռանա, կարևոր է մարդիկ ինձանից չհեռանան։ Կարևոր է մարդկանց առաջ ես լավ հեղինակությունս պահեմ։ Ու միգուցե այսօր էլ կան ոմանք, որ մտածում են Աստված ամեն բան հասկանում է։ Աստված ամեն բան գիտի։ Այստեղ մի քիչ մարդուն դժվար է բացատրելը։ Մարդուն մի քիչ դժվար է հասկացնելը։ Աստված ամեն բան գիտի, գիտի իմ շարժառիթները, գիտի իմ ամեն ինչը։ Ոչինչ։ Կամ լսել եք երբևէ։ Ոչինչ, ես ինչը կանեմ, հետո կապաշխարեմ։ Այդ նման մտածողը, նման անգամ արտահայտվողը ինքը չի գնահատում Աստծո ներկայությունը։ Հանգակին, ուզում եմ անցնեմ Աստծո խոսքին, բայց սենց գալիս է, ուզում եմ խոսամ։ Կար ժամանակ, միգուցե հիմա ոմանց համարել, որ երբ որ խոսքը գնում էր մեղքի մասին, ասում էինք, չէ, որ մեղք գործեմ, Աստծո պատիժը կգա, դրա համար մեղք չեմ գործի, որ հանկարծ Աստված ինձ չպատժի։ Հետո սկսեցինք շփվել Աստծո հետ, ծանոթանալ, հասկանալ, որ Աստված պատժող չի։ Աստված ներող, բժշկող, վերականգնող Աստված է։ Ու այսօր, եթե ես ինձ հեռու եմ պահում մեղքից ու չեմ ուզում մեղք գործել, դա ոչ թե այն վախն է, որ Աստված չպատժի, այլ այն հարգանքն է, որ ես չեմ ուզում Աստծո ներկայությունը ինձանից հեռանա։ Ես զուտ Աստծո սիրտը չտրտմեցնելու եւ իրան չտխնեցնելու պատճառով է, որ ես չեմ ուզում մեղք գործեմ, որովհետև դա հաճելի չի իմ Տիրոջը, իհարկե ինձ էլ հաճելի չի, բայց իրավիճակներ են էլի ոչինչ Աստված կհասկա։ Գիտես ինչ, ես նեղացնում եմ իրան։ Ես չպետք է ուզենամ իրան նեղացնեմ։ Ես չպետք է ուզենամ, որ այդ օծությունը պակասի իմ կյանքում, այլ ավելի ավելանա ու ավելանա։ Ճիշտ բանից ենք խոսում, թե չէ։ Արժե թե չէ։ Որովհետև Աստված ուզում է, որ բոլորս Մովսեսի պես մեր երեսները փայլի։ Աստված ուզում է, որ մեզանից Աստծո փառքը տարածվի։ Մենք ասում ենք, մենք լույս ենք։ Լույսը միացած ժամանակ է լույս, անջատած ժամանակ ինչ պետք է, ինչքան էլ սրա անունը լամպ լինի։ Աստված ուզում է, որ մենք օծությամբ միշտ միացած լինենք։ Պատկերացնում ես, լամպ ենք, բայց մեջը չկա լույսը, չկա օծությունը, օծությունը գնացել է։ Օծությունը հեռացել է։ Եփեսացիներ։ Այս մի տեղը եկեք կարդամ լավ։ 4-րդ գլխից լավ, եկեք ես հետո կանցնեմ ստեղ։ Ուզում եմ մի բան ասեմ։ Օրինակ, երբ է օծությունը ավելանում ու երբ կարա պակասի։ Ոչինչ, որ ասենց անգիր ասեմ, դուք համոզված եք, որ Աստծո խոսքից է դա։ Հավատում եք, որ Աստված ուզում է, որ ավելանա մեր կյանքում օծությունը։ Շատանա իր ներկայությունը։ Հավատում եք, որ ինքը փափագելով փափագում է այսենց մի օր, դե գիտենք դա երկնքում է տենց լինելու, բայց ստեղ էլ ուզում է երկինքը իրական լինի։ Ինչպես երկու նշանված զույգեր, որ անհամբեր սպասում են, երբ են ամուսնանալու եւ տեղափոխվելու միաբան համատեղ ապրելու, չէ՞։ Դե ասում են, դե ինչ լավ է, հազիվ գլուխս խախանդ ապրում է, մեն էլ ասում է լավ է դե։ Ինչ կապ ունի, ոչ էլ պետք է վռազել։ Մի օր կամուսնանանք, ամեն վարկյան իրանց համար թանկ է։ Ամեն անգամ իրանց ներկայությունը մեկը մյուսի իրար համար շատ կարևոր է։ Ու նույնը Աստծո մեր հանդեպ, մեր նկատմամբ, ու նույնը մեր Աստծո նկատմամբ պետք է լինի։ Լավ։ Գրված է, քչի մեջ հավատարիմ եղողին Աստված ասում է ես շատի մեջ կդնեմ։ Ինչ է նշանակում։ Ես շատը կվստահեմ, ես կավելացնեմ, չէ՞։ Իսկ ինքը կավելան այդ քչի մեջ հավատարիմ եղողի կյանքում։ Գրած է ուրիշի բանի մեջ հավատարիմ եղողին իրանը իրան կտամ։ Ես տեղ զուգահեռ եմ տանում ու համաձայն եմ, որ Աստված ասում է իմ օծությունը կավելացնեմ իր կյանքի մեջ։
Նոր պաշտոնի, նոր օծություն, նոր զորության, նոր հնարավորություններ կտամ։ Ում։ Մի հատ բառ կա, ստեղ, որ ես շեշտատեցի։ Հավատարիմներին։ Ամեն։ Ու հավատարմությունը ավելացնում է Աստծո ներկայությունը, Աստծո վստահությունը, Աստծո ազդեցությունը, բոլորս համաձայն ենք, իսկ անհավատարմությունը։ Անհավատարմությունը, մենք արդեն գնացինք անցանք այդտեղ։ Անհավատարմությունը ոչ թե միայն չի ավելացնելու, այլ եղացնել հետ է տանելու։ Ասում եմ մեկին 3, մեկին 2, մեկին 1 կամ 5 կապ չունի, ամեն մեկին ինչ որ մի չափ տվեց։ Եվ այն մյուսին ասեց ծույլ եւ չար ծառա։ Եղածն էլ ձեռքից վերցվեց։ Ես չգիտեմ մենք ինչ ենք պատկերացնում ամեն անգամ այդ կարդալուց, բայց քանի որ այսօր օծության գողության մասին է, դա այդ ծուլությունը, անհավատարմությունը տանում է մեզանից։ Իրավունքով սատանան գալի ու տանում է, որտեղ Աստված չի կարել ավելացնի նրա կյանքում, ով որ անհավատարիմ է։ Ինչի մեջ է անհավատարիմ։ Ամեն ինչի։ Ցանկացած բանի մեջ։ Այդ չթվարկեմ, հա։ Անհավատարիմը անհավատարիմ է։ Որտեղ ուզում ես գցի, ինքը անհավատարիմ է։ Չէ կարող է ես սենց կարևոր բաների մեջ հավատարիմ եմ, անկարևոր բաների մեջ անհավատարիմ եմ։ Մեծ բաների մեջ կարևորը հավատարիմ լինեմ, փոքր բաների մեջ անհավատարիմ լինեմ։ Հնարավոր է տենց։ Ասում եմ փոքրի մեջ հավատարիմ եմ։ Ուրեմն ես փոքրի մեջ հավատարիմ կլինեմ, մեծ բաների մեջ հավատարիմ։ Հավատարմությունը գիտես ինչ է, որ դա հենարան է, դա վստահություն է, որ Աստված ուզում է հենվի քո վրա, վստահի քեզ ու նույնպես մարդիկ։ Ասում է եւ Աստծո աչքերը երկրի ինչու? Որ նրանց բարձրացնի, որ նրանց օծի, նրանց օրհնի։ Անհավատարիմը կամ անհավատարմությունը դա գողության կամ այդ գողերից մեկն է։ Իհարկե այնքան պատճառ կա, բայց ես ուզում եմ սենց արագ-արագ անցնենք, այլ ժամանակ չունեմ։ Հաջորդ տեղը Առաջի Պետրոսի 5-րդ գլխի 5-ից 6-րդ խոսքերի մեջ գրված է։ Երբ որ դու կարդաս ընդհանուրը խոսում է հնազանդության, իրար պատվելու, իրար հարգելու մեջ, ու հետո ասում է հնազանդվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի նա բարձրացնի ձեզ ճիշտ ժամանակին, ժամանակով, չգիտեմ, ոնց ուզում ես հասկացի, բայց նա ուզում է բարձրացնի։ Ինչ է նշանակում բարձրացնել։ Երբ որ մենք մեկի մասին խոսում ենք, ասում ենք հլնայի ոնց է բարձրացել։ Ինչի մասին է խոսքը։ Երկու հատ ար կղա դրե ոտի տակ։ Ոչ, տեսնում ենք, որ Աստված բարձրացրել է, վստահել է, օծել է։ Ճիշտ կլինի անհավատարիմ մարդկանց վստահենք այս գործիքը։ Չէ, ես տունը կգնամ, իմ համար սրանից կունենամ։ Գիտեք ես երբ որ նոր էի հովության պատասխանատվության տակ, կային շուստրի մարդիկ, շուստրի, խորամանկ։ Բարևում էին, մի հատ կարելի է մի երկու բան ստեղից ասեմ։ Հենց ինձի գալիս էին մի անգամից։ Կարելի է մի երկու բան ունեմ սրտումս Աստծուց ասելու։ Իհարկե չի կարելի։ Որովհետև ես քեզ չեմ ճանաչում։ Անցանոթ մարդկանց մասին։ Մտածում ես սենց իրանց համար ստեղ պրախադնույ դվորը, կներեք այդ բառից համար։ Ով ինչ ուզենա կասի։ Միգուցե դու ես այսօր նստած մտածում ես, երեք ինձ հաղորդագրություն էին փոխանցել, որ մեզ չեն թողում մենք բարձրանանք։ Այդ ոնց։ Ուր բարձրանաս, ախր ես չեմ բարձրացնողը։ Աստված է բարձրացնողը։ Հա։ Ես ընդամենը համաձայնվողն եմ։ Ես չեմ կոչում տվողը, ոչ էլ դու։ Աստված է։ Բայց գիտես, երբ որ մենք հասունանում ենք, մեր խոսքերն են խոսում մեր հասունության մասին, մեր գործերն են խոսում մեր հասունության մասին, մեր հնազանդությունն է խոսում մեր հասունության։
կամ խոնարհության մասին։ Եվ դու տեսնում ես, որ Աստված առաջ է քաշում, օրնում է, օծում է, իր վրա օծություն կա, իր վրա պարգև կա, զորություն կա։ Քեզ հաճելի է այդ մարդու հետ շփվելը, քեզ հաճելի է այդ մարդու ներկայության մեջ լինելը։ Իր խոսքերը, իր ծառայությունը յուղի պես գալիս է կյանքիդ վրա ու դու լավ ես քեզ զգում։ Խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի նա բարձրացնի։ Որն է հակառակությունը խոնարհության։ Հակառակվեք, չէ՞, Աստծուն։ Իհարկե մենք Աստծուն չենք հակառակվում։ Ոնց թե մենք Աստծուն ոնց կարանք հակառակվենք։ Աստված ասում է, ես հպարտներին դեմ եմ։ Երբ որ մենք Աստծո խոսքի զանց ենք անում, մենք Աստծո խոսքին ենք հակառակվում, մենք Աստծուն ենք հակառակվում։ Համաձայն եք թե չէ։ Երբ որ մենք Աստծո ասածը գցում ենք դեն, մարդու ասածը ավելի կարևորելով, մեր ուզած ավելի կարևորով, մենք Աստծուն ենք հակառակվում։ Մենք հրում ենք իրան, ինքը դուռը փակում ենք իր վրա, որ ինքը ներս չգա։ Եղել է երբ մեկի առաջ դուռը փակել ես։ Որտեվ այո, ինքը անկոչ հյուր է եղել, իրան պետք չի եղել թողել, բայց ոչ Աստծուն։ Սատանայի վրա միշտ փակի, մեղքի վրա միշտ փակի, ստի վրա միշտ փակի, բայց ոչ Աստծո խոսքի վրա։ Աստված ասում է, անգամ պետք լինի այրուն թափելու չափ, հակառակ կանգնի մեղքին, ոչ թե ինձ։ Մի ասա, դե Աստված կհասկանա ինձ։ Եբրայեցիների 17-րդ գլուխ։ Այ կներեք, 13-րդ գլուխ, 17 չկա։ 17-րդ խոսք։ Գրված է. լսեք, ճանաչեք, հնազանդվեք ձեր վերակացուներին, ձեր առաջնորդներին, որովհետև, ինչու, որովհետև նրանք ձեզ են ծառայում ու ձեր համար Աստծուն պետք է հաշիվ տան, որ այն ինչ որ անում են, ուրախությունով անեն, ոչ թե տրտմությունով։ Այսինքն, որ դու թույլ տաս ու քեզ ծառայեն ու դու ընդունես այդ ծառայությունը, դա ուրախություն է մենակ այն մարդու կամ մարդկանց համար, ովքեր ծառայում են մեզ։ Բայց ասում եմ, եթե տրտմություն եկավ այդ ծառայողի սրտի մեջ ու տրտմությունը ոչ թե որ գումարի գրպանի գումարն էր պակասել պատճառը դա այլ ուղղակի երբ որ նա ուզում է ինչ-որ մեկի ծառայի, իսկ այդ մարդը ըմբոստ է, հակառակ է, հպարտ է, անհնազանդ է, ու դա ցավ է ամեն մեկի համար։ Դա տրտմություն է, իսկ Աստված սրտերը քննողը։ Չեմ ասում, գնում ասում ենք Աստված ջան, մի սրա հարցերը լուծի, կյանքս կերավ։ Չէ, իհարկե չէ։ Եթե նեղվում ենք, էլ գնում ենք Աստծու մոտ, որտեղ Աստված մեզ բժշկում է, որ մենք էլ կարողանանք ծառայենք։ Բայց երբ որ Աստված տենում է, չկա այդ հնազանդությունը ու մարդու սրտի մեջ ծառայողի տրտմությունը, ասում է դա ձեզ օգուտ չի։ Երբևէ կենտրոնացել ես այս խոսքերի վրա, ասում է դա ձեզ օգուտ չի։ Եթե առաջնորդից սրտի մեջ տրտմություն բարձրացավ քո հանդեպ, որը դու ես առիթը եղել, դու ես բերել իրան այդ կարգավիճակի մեջ, ասում է դա ձեզ օգուտ չի։ Ինչ է նշանակում օգուտ չի։ Օգուտ չի նշանակում օգուտ չի։ Շատ վատ է։ Վնաս, այո։ Ու հետ այդ օծության հետ կապ չունի։ Ասում Աստված ասում է քեզ վատ է լինելու։ Չի կարա Աստծո ներկայությունը քո կյանքում շատանա ու քեզ վատ լինի։ Մենակ լավ կարա լինի։ Հետևաբար Աստված ասում է լսի, ես ձեռքերս հետ կքաշեմ քեզանից։ Մի ուրիշ տեղ Տիմոթեոսին ասում եմ, այսինչ մարդկանց 1, 2, 3 խրատելուց հետո ինչ արա, եթե չեն դառնում։ Ասում է հետ քաշվի։ Նայեք, Աստված ասում հետ քաշվի։ Ինչ է դա նշանակում։ Չէ, Աստված ջան, Սամուելին ասեց, հետ քաշվի, վերջ։ Այս մարդը իր որոշումը ունեցավ։ Ես հետ եմ քաշվել, Սամուել հետ քաշվի, էլ մի ժամանակը անտեղի։ Ես սենց եմ հասկանում, շատ ցավոտ է, բայց եթե Աստված ինչ-որ մի հարցում ասում է հետ քաշվի, կամ ձեռքերդ լվա, դա գիտես ինչի մասին է խոսում, որ ինքը արդեն հետ է քաշվում։
երբեք չտա Աստված նման կարգավիճակի մեջ որևէ մեկը մեզանից հայտնվի։ Որտեղ որ Աստված հետ քաշվավ, ով է առաջ գալու, դևերը։ Ու դևերը 7 անգամ զորավոր ձևով։ Նենց գան, որ այս մարդու էլ չփորձվի խելքի գա։ Թանկագիններ, պատահական ոչինչ բան չկա։ Ամեն բան Աստծո հսկողության տակ է, բայց երբ որ մենք հրում ենք Աստծուն մեր կյանքից, այս սա շատ վտանգավոր է։ Եկեք գնահատենք այդ օծությունը։ Սուրբ երկյուղը, ասում եմ, չարը ատելն է։ Երբ որ քրիստոնյան չարը, չարությունը, ինչ անունով է լինի, երբ որ ինքը ջրի պես խմում է, դա միայն ու միայն օծությանը վնաս է հասցնում։ Հալավ ինչ կլինի, որ եկեք մի քիչ սուտ խոսանք։ Անմեղ սուտ է, էլի մի փոքր բան էր Հոյեսի միշտ չեղավ, մի սուտ էր, էլի ով գիտեր, ոնց թե ով գիտեր։ Բա Աստված։ Եփեսացիների 4:30-ը մի քիչ վերև, մի քիչ ներքև չեմ կարդում, ցիտում եմ։ Ինքը ասում է ամեն մեկը ճիշտը խոսացեք իրար ընկերոջ։ Սենց մի արեք, վատը մի արեք, սենց մի վարվեք, անվայել խոսք դուրս չգա ձեր բերանից։ Ուր մնաց անվայել իմաստով անեկդոտներ պատմել։ Անցած մեղքերը գովալ։ Դե չենք գովում, պրոստը ուզում եմ ասեմ, ես ով եմ երի առաջում։ Ոչ մի բանը չես եղել։ Սատանայի ծառա ես եղել։ Հա։ Եկեք հիմա գովանք, թե Աստված ինչ արեց, առանց անցյալին հետ անցնելու։ Երբ որ ասում եմ, գիտես ինչ, ու այդ խոսքերի մեջ ասում եմ, մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգուն։ Վայ, Սուրբ Հոգի, ես նեղացկոտ ես տենց։ Ես գիտեմ կողքինս է, ես գիտեմ մենակ եսի է նեղացկոտ։ Ժպտամ նեղանում է, չժպտամ նեղանում է, նոր շոր հակնեմ նեղանում է, հինը հակնեմ էլի է նեղանում։ Դու էլ ես իրապես։ Չէ, Աստված քո ժպիտի ու շորի վրա չի նեղանում։ Քո սխալ վարքի, քո սխալ արժեքների, քո սխալ գործողությունների ու որոշումների վրա է նեղանում։ Տրտմեցնում է իր սիրտը։ Մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն։ Նշանակում է ինչ? Որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ինչ է նշանակում։ Եղել է, ինչ որ մեկին տրտմեցրել ես, ցավացրել ես, վիրավորել ես, անպատվել ես, կարա՞ք ավելի ճոխացնեք։ Ու ինքը եկե թռելա գիրկդ, ոխ ոնց եմ ես քեզ սիրում։ Ամեն անգամ բա առիթով այս մարդը սենց հեռացել է, չէ քեզանից կամ դու ինչ որ մեկից։ Ամեն մի ցավի պատճառով ինքը հեռացել է, կապը խզվել է, այնքան էլ հասկացել է, որ հարազատ է, ինչքան էլ որ հասկացել է, դու չգիտեմ ինչի ես սենց անում, բայց սյուտը ինչ որ բան է առաջացել իր մեջ։ Ու պատահական չի գրած, մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգուն։ Բայց Աստծո Սուրբ Հոգին ինչ հոգի էր։ Ուրախության, յուղը բերող, պատկերացնում եք։ Ու եթե ինքը տրտմում է, դու չես կարա լիարժեք ուրախ լինես։ Յուղը տա պակասում, դու չես կարա էլ ուրախ լինես։ Տրտմեցնենք Աստծո Սուրբ Հոգուն, թե չէ։ Ժողովողի մեջ 9:8 գրած է. հանդերձները սպիտակ լինի, գլխիդ յուղը չպակասի։ Էս ինչ լավ է։ Բայց հանդերձները պետք է սպիտակ լինի, որպեսզի գլխիդ յուղը չպակասի։ Չէ թող գլխիս յուղը չպակասի, հանդերձներիս հետ գործ չունեք։ Կլինի? Չի լինի։ Ժողովով 11 ով գիտի այդ ճանճերի մասին։ Կարելի է նվագել։ Ասում է սատկած ճանճերը։ Յանի սաղ ճանճը իրանից ինչ էր ներկայացնում, որ սատկած։ Սաղ ճանճը էլի գոնե ինչ-որ կենթանության նշույլներ ունի իր մեջ։ Սատկած, մեռած, լավ, սատկած ճանճերը գարշահոտ են անում։ Այս հայերենում մի քիչ ուրիշ է, ռուսերենում որ կարդաս, այստեղ ասում է եռացնում են յուղագործի յուղը,
ասում է փչացնում են, անորակ են դարձնում։ Այն յուղը, որ մեր վրա է։ Ինչն է սատկած ճանճերը։ Լսել եք այն անեկդոտը, որ ասում է թանիտ մեջ ճանճ անգի, հա ասում է ճանճը էլ այդ ինչքան պիտի խմի որ։ Հիմա միգուցե քրիստոնյաները մտածում են թե ճանճը էլի, ախ լավ էս պուճուր ճանճը, այդ ինչ պիտի անի, ես Աստծուն սիրում եմ ամենակարևորը։ Մի հատ պուճուր սուտ է էլի։ Մի հատ պուճուր մեղ կա։ Ոչինչ, կապ աշխարհում Աստված կների, Աստված գիտի։ Մեկ այս իրան շատ եմ սիրում։ Ասում է գիտեք ինչ են անում։ Անուններ չտամ, հա, ուրիշ բաների, ժամանակս արդեն սպառվեց։ Գարշահոտ։ Գարշահոտ էր գրած։ Բայց ինչ պետք է լիներ։ Անուշահոտ։ Կգնաց գարշահոտության կողքը կանգնես։ Նամանավանդ այս ամառվա սեզոնին աղբար կղի կողքը, երբ որ լցված է։ Ու մի քանի օր չի թափվի, ոչ թե նոր է լցվել, այլ մի քանի օրվա։ Ունդեղ մսի թափոններ կա, զմերուկի թափոններ, մրգի եւ այլն մի խոսքով։ Կգնանք կկանգնենք։ Հովիվ ջան, միսս ճոխացրա։ Գարշահոտը, ինչ ուզում ես ասել։ Անուշահոտը մնում է անուշահոտ։ Անուշահոտությունը, որ գալիս է, անկախ քեզանից քաշում է այնտեղ։ Աստծո ներկայությունը քաշում է դեպի քեզ։ Գարշահոտը անում մեր, հասկանում ես, արժե զրկվում է մեր վրայի օծությունը։ Որակը գցում է, կորցնում է, սա միայն ձեռնտու է սատանային, որպեսի գողանա, փչացնի։ Մի ուրիշ տեղ, Երկոց 2:15, ոչինչ որ չեմ կարդում։ Ասում է բռնեք մեզ համար են փոքր աղվեսներին։ Լավ աղվեսը, վայս ինչ փափուկը, վայս ինչ սիրունը, վայ աղվեսի, ուջուրիկ աղվեսի ձակեր են։ Բռնեք։ Մի թողեք, որտեղ մեր ողջ ցանկը փչացնում է, ասում է։ Ողջ Աստծո գործը փչացնում է։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մեղքի հետ խաղ մի արեք։ Մեղքը մի սիրեք, մի գրգեք, մի փայփայեք։ Ինքը մեղ կա, ինքը ողորմություն չունի, ինքը մահ է ծնելու մի օր։ Ինքը Աստծուն դուրս է մղելու քո կյանքից։ Ինքը Աստծո փառքը դուրս է մղելու քո կյանքից։ Ինքը խավար է բերելու քո կյանքի մեջ։ Դու գողացած մերկ մնալու ես։ Առանց Աստծո փառքի, առանց Աստծո ներկայությամբ։ Թանկագիններ, ովքեր որ հիմա այս կարգավիճակի մեջ են, մի մեղադրեք, ոչ մարդկանց, ոչ հովիվների, ոչ քրիստոնյաների, ոչ մեկի անգամ Աստծուն։ Դուք ինքներդ եք ձեր ձեռով Աստծուն մղել դուրս ձեր կյանքից։ Ուշադրություն չդարձնելով ու չգնահատելով այն թանկ օծությունը, որ եկել է մեր կյանքի մեջ Քրիստոսի թափված արյան շնորհիվ։ Այնքան տեղեր կարամ ասեմ, այնքան բաներ կարամ։ Ասում եմ ինչ բարի ու ցանկալի է։ Սաղմոս 160:30 մի խոսքով։ Երբ որ եղբայրները միաբան են իրար հետ։ Հա դե եղբայրներ դուք մտածեք, ես քույրիկ եմ։ Ասում եմ այնքան ուրախություն է Աստծո համար, որ դա ազնիվ յուղի պես, ասում եմ դա նման է, որ երկնքից այդ օծությունը սենց գալիս է, պատկերացնում եք Աստված վազում է ու գալիս սենց փաթաթվում է այդ եղբայրներին ու քույրերին, սենց գրկում է, ճզմում է ուրախությունից, ճզմելուց իր միջից յուղը հելնում թափվում է իրանց վրա, իրանց վրայից տարածվում է բոլորի վրա, երբ որ եղբայրները միաբան են իրար հետ, ազնիվ յուղ։ Բա անմիաբանությունը ինչ է, ժողովուրդ։ Օծության գողնը։ Հետ է պատճառը, որ սատանան ամեն մեկիս ականջին փորձում է նստի, անգամ ասում է Աստծո առաջ չարախոսում է մեր համար, մեր դեմ, որ մենք միաբանությունից կտրվենք, որ մենք իրար ոչ թե սիրենք ատենք,
չկարողանանք տանենք, վայ ես իրան չեմ դիմանում։ Խնդիրը իր մեջ չի։ Քո մեջ է։ Ես իրան էլ չեմ համբերում։ Էլ ստեղ դուրս չի գալիս։ Մի փախեք միաբանությունից։ Դու զրկվում ես յուղից։ Դու զրկվում ես օծությունից։ Դու մերժում ես Աստծո օծությունը։ Չէ, ես իմ սենյակում չափաբաժինս միշտ ստանում դուրս եմ գալի։ Ինչի համար ես դուրս գալի։ Որ քեզ ցույց տաս, թե գնաս ինչ-որ մեկի կողքը իրան էլ օրնես։ Գնաս ինչ-որ միաբանության մեջ իրանց ծառայես։ Հալելույա։ Ու այնքան կարելի է, խնդրում եմ, թող փառաբանության թիմը բարձրանա։ Ինչ-որ հետևություն անում եք։ Տես ես աղոթում ու խնդրում եմ, որ մեր սիրտը հասկանա այդ, որ մենք մեր ներսևանց հասկանանք ու մեր սրտի աղոթքը լինի, մեր ներսի զգացմունքը լինի Դավիթի աղոթքը ու ասի Տեր, քո Սուրբ Հոգին թող չպակասի իմ կյանքից։ Թող քո ներկայությունը չպակասի իմ կյանքից։ Սատանան ուզում է պակասացնի, որ մենք անզոր լինենք։ Սամսոնի մազերը ուզում է կտրի, որ զորությունը հեռանա։ Քո սրբությունը ուզում է գողանա, որ օծությունը հեռանա, զորությունը հեռանա։ Որ դու խայտարակ լինես, որ եկեղեցու անունը խայտարակվի, որ Աստծո անունը խայտարակվի, որ էլ քեզ չվստահեն, էլ քո խոսքերին չլսեն, էլ եկեղեցին իրանց համար սրբության վայր չլինի։ Ասեն հավաքվել են էլի խաբեբաներով, սուտխոսաններով, աֆերիստներով, խորամանկներով։ Այդ սատանայի ուզածն է։ Ու այդ ամեն մեկիս պարտականությունն Աստծո անունը բարձր պահել։ Ինչպես։ Մի հատ պլակատի վրա գրել պահելով, թե մեր կյանքով։ Գիտես, մարդիկ ինչ էլ ասես, կխոսան մեր մասին։ Բայց մի բան, եթե սուտ է, դա սուտ է։ Ինչ ուզում են, թող սուտ խոսան։ Բայց ասում եմ, երբ որ կտեսնեն ձեզ, կտեսնեն ձեր գործերը, կտեսնեն վերջապես այդ փայլը, չեն կարա հերքեն, չեն կարա ասեն, սա այդպես չի։ Ամեն։ Անցնենք կներեք զոհաբերություն։ Եկենք զոհաբերության ինձ։ Բայց մեր անձերի։ Առաջի Կորինթացիների 11-րդ գլխից, երբ որ Պողոս առաքյալը խոսում էր հաղորդության մասին, ուզում եմ երկու խոսք ուղղակի տեղից ընթերցեմ ու հետո կընդունենք հաղորդություն։ Եվ պատմում ասում է, եւ Տերը ինձ հայտնեց անձամբ 24-ում գրած է, գոհանալուց հետո ասեց առեք կերեք Սա իմ մարմինը, որ ձեր համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այսպես էլ ընթրիք ուտելուց հետո բաժակը առավ եւ ասաց. այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետեւ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչեւ որ նա կգա։ Ուրեմն որ այս հացը ուտե կամ Տիրոջ բաժակը խմե անարժանությամբ նա ապարտական կլինի Տիրոջ մարմին եւ արյուն։ Ուրեմն թող մարդը փորձե իր անձը եւ ապա այն հացից ուտե եւ այն բաժակից խմե, որովհետեւ անարժանությամբ ուտողը եւ խմողը իր անձի համար դատաստան է ուտում եւ խմում եւ չի որոշում Տիրոջ մարմինը։ Մի բառով ասեմ, լուրջ վերաբերվեք այս ամեն ինչին։ Աստված
Հսկում է, Աստված տեսնում ամեն բան։ Աստծո խոսքը ասում է, ինչ որ ծածուկում կատարվում է, մի օր ի հայտ է գալու։ Եվ լավը եւ վատը։ Հա? Բայց մենք ուզում ենք, որ լավը ի հայտ գա։ Աստված ուզում է, որ լավը ի հայտ գա։ Ինչի՞ որ մյուսներին օգուտ տա, շինություն տա, ինքը ուրախանա։ Դրա համար ասում եմ, լսեք, մի հատ քննեք ձեզ։ Եկեք հիմա քննենք։ Եկեք մի հատ ստուգենք մեր ներսը։ Եկեք տեսնենք ում ենք գցել, քանիսին ենք մորթել, քանիսին ենք կենթանի թաղել։ Եկեք տեսնենք ինչ մտքեր ունենք, ինչ ծրագրեր ունենք, որտեղ եմ ուզում խարդախություն անեմ, որտեղ ուղիղը ծուր սարքեմ, որտեղ եմ ես ինձ քրիստոնյա վայել պահում, իսկ որտեղ եմ ես կներեք, հա, գելու գազանի պես ինձի պահում։ Որտեղ եմ ես ճշմարտությունը խոսում, իսկ որտեղ եմ, որ ես աշխարհի սուտը խոսում։ Թե կարևոր չի դա։ Ասում եմ, արժանի մոտեցեք։ Որտեվ երբ որ արժանի մոտենանք, Աստծո ներկայությունը կգա մեր կյանքի մեջ։ Որտեղ անարժան մոտենանք, Աստծո ներկայությունը կհեռանա մեզանից։ Եվ ասում եմ, Աստծո հոգին հեռացավ Սավուղից եւ ինքը գնաց խաղաղությամբ իր տունը։ Չար ոգին եկավ ու սկսեց տանջել։ Ընդունված չի, չէ՞, սենց բաների մասին խոսանք։ Ընդունված չի։ Ոչինչ, սրանից հետո շատ կխոսանք։ Որ Աստծո փառքը ավելանա մեր կյանքում։ Աստծո ներկայությունը ավելանա քո կյանքում։ Որ Աստված այնքան հավանի գրկի քեզ ու բաց չթողի երբեք։ Կան մարդիկ, որ ստեղ առաջի անգամ են ու Հիսուսին Տեր չեն ընդունել։ Որտեվ ուզում եմ սկզբից մենք իրար հետ աղոթենք, հետո նոր հաղորդություն ընդունենք։ Չկան, բոլորը Քրիստոսինն են։ Ուրեմն քո պարտականությունը մյուս կիրակի ինչ-որ մեկին պատմես Քրիստոսի մասին ու արդեն ընդունած բերես եկեղեցի։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Հիմա կխնդրեմ թող մեր եղբայրները վերցնեն հացը գինին, եղբայրներ ջան վերցրեք կանգնեք ստեղ։ Եկեք ապաշխարության աղոթք կանենք։ Ոչ թե ասենք Տեր ներիր, այլ ամեն մեկս հիմա քննենք մեզ, մի երկ վերցրեք երկրպագության ու սկսենք մի հատ մեր մեջ քննել, հա? Սկսենք քննել, որտեղ է պետք ինչ-որ բաներից հրաժարվել, որտեղ է պետք ճիշտ բաներ բերել, որն է պետք ձգել, որը ընդհանրապես բաց թողել, ում հետ է գնալ պետք հաշտվել, ումից ներողություն խնդրել, ում պետք է գնալ գրկել, ում պետք է գնալ օրնել, ում պետք է գնալ, չգիտեմ, տեսնել, Աստծուն ինչ պետք է ասել, ինչից հրաժարվել, Աստծո օծությունը բերում էր ուրախություն, Աստծո օծությունը խորհրդանիշն էր յուղի, որ բժշկում է, որ լցնում է, որ բարձրացնում է, որ հաստատում է այն կանչի ու կոչման մեջ, ինչի համար, որ Աստված քեզ կանչել է։ Աստծո օծությունը իր հսկողությունն է քո կյանքի վրա, իր ընկերությունն է քո հետ։ Տեր, մենք բերում ենք մեր սրտերը, մեր անձերը քո առաջ ու ոչինչ են չունենք ծածկելու Տեր։ Ուղղակի որ հիմա այն լավ առիթն է ու հնարավորությունն է Տեր։ Եվ այն խոսքի պատճառով եւ այս հաղորդության պատճառով, որպեսզի մենք ուղիղ լինենք, որպեսզի մենք արդար լինենք, որպեսզի Տեր դու հաճես մեզ, որպեսզի դու այսօր
ուզենաս անես այն ինչ որ Տեր պլանավորել ես ամեն մեկի կյանքում անելու, որ դու կարողանաս հանգիստ բժշկես, որ դու կարողանաս հանգիստ ուրախացնես, որ դու կանես վերականգնես, որ քո օծության յուղը թափես Տեր մարդկանց վրա, որ քո երեսը փայլեցնես մեզ վրա։ Մենք այսօր Տեր որոշում ենք կայացնում այն ինչի մասին, որ դու այն ինչի վրա, որ դու քո ձեռքը դրեցիր, բաց թողել, հրաժարվել, այն ինչը որ քեզ դուր չէր գալիս, ու այս խոսքի ժամանակ դու ամեն մեկից խոսում էիր, մատնացույց էիր անում, մենք որոշում ենք բաց թողել, մենք որոշում ենք խոնարհությունը հագնել, մենք որոշում ենք իրար պատվել, իրար հարգել, մենք որոշում ենք քո խոսքը ամեն բանից վեր դասել, մենք որոշում ենք քո հեղինակությունը մեր մարդկային հեղինակությունից բարձր դասել, մենք որոշում ենք Տեր իմ Աստված այսուհետ ոչ թե սուտը խոսենք, այլ ճշմարտությունը մեկս մյուսից, մենք որոշում ենք Տեր ոչ թե հակառակվել կամ մերժել իրար, այլ ընդունել ու պատվել իրար, մենք ընդունում ենք խոնարհությունը քո հզոր ձեռքի տակ, որպեսզի դու բարձրացնես մեզ ճիշտ ժամանակին, մենք ընդունում ենք ու որոշում ենք կայացնում, որ լինենք հավատարիմ ամեն փոքր, միգուցե աննկատ, չնչին բանի մեջ, ինչ որ դու մեզ կասես, ինչ որ այդ պահին մեզ մեր ծառայողները, ավակները կասեն, ամեն փոքր բանի մեջ, որովհետև դու ուզում ես մեզ մեծի մեջ տնես, քո օծությունը թափես մեր վրա, Տեր իմ Աստված, քո խորությունները բացես մեզ, մենք խնդրում ենք ներիր ամեն մեկիս, ծածկիր քո որդու թանկ արյունով, քո ուրախության յուղով օծիր մեզ, քո երեսը փայլեցրա մեզ վրա, տուր զգալ քո շունչը, տուր զգալ քո ծանր ներկայությունը, որ Տեր իմ Աստված, որ փափագում ու մի փոքր առաջ երգում էինք, հայտնիր քո փառքը մեզ, թող այդ փառքը լինի մեզ վրա, քո տան վրա, քո ժողովրդի վրա, թող քո Տեր իմ Աստված ձեռքը զորավոր գործեր գործի, ու թող քո ամեն բանի մեջ քո անունը լինի փառավորված։ Մենք շնորհակալ ենք քեզ, Տեր։ Հիսուս, դու մեր Տերն ու Փրկիչն ես, եւ դու ես մեզ օծել քո սուրբ յուղով, քո կամքը կատարելու և քո ներկայության ու փառքի մեջ ապրելու համար։ Թող լինի քեզ ողջ փառքը։ Ամեն։